Դե ինչ առաջինի ուղիղ եթերում շարունակվում է Առավոտ լուսոն, տեսանյութի ընթացքում ես եւ Մանեն կարծես փոխհամաձայնության եկանք, որ մի նոր հոբի է մեզ մոտ առաջանում, իր հետ գալիս, երկուսս էլ կարծես թե ոգևորված ենք։ Պետք չէ խիստ դատել, սա պարզապես երազանք է եւ նոր փորձառություն, երազանք է, որը իրականություն կդառնա։ Մենք հիմա կներկայացնենք թեման եւ տաղավարում արդեն ներկա մեր հյուրերին, դուք էլ կհասկանաք սիրելի հեռուստադիտողներ, ինչի մասին է խոսքը։ Եվ այսպես մայիսի 25-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Բարի երգչախմբի համերգը։ Հիմա մեր հյուրերի հետ կիմանանք համերգի մասին նոր մանրամասներ։ Մեր տաղավարում է երգչախմբի ղեկավար եւ դիրիժոր Դիանա Այվազյանը, բարի լույս, եւ դաշնակահարուհի ու երգչախմբի կոնցերտմայստեր Զարա Մկրտչյանը, ողջույն։ Ողջույն։ Ուրախ ենք առավոտը սկսել ձեզ հետ բարի ու ջերմ տրամադրությամբ եւ սկսենք սկզբից։ Ինչու եւ ինչպես որոշեցիք, որ կա այսպիսի երգչախմբի պակաս եւ որոշեցիք հիմնադրել դա։ Շատ եմ սիրում այդ հարցը, շատ եմ սիրում այդ պատմությունը։ Իրականում, անկեղծ լինեմ, այդ պատմությունը ոչ ես եմ սկսել։ Ուրեմն 3 տարի առաջ, երբ որ շատ արտասահմանցիներ, նաև ռուսներ տեղափոխվեցին Հայաստան, տեղափոխվեց մի աղջիկ նաև Սանկտ Պետերբուրգից, որը որ իմ կոլեգան է, ես դիրիժոր եմ, ինքն էլ է դիրիժոր եւ ինքը ասաց, որ ուզում է սիրողական երգչախումբ բացի, բայց այդտեղ շատ մարդ չի ճանաչում եւ այդ երգչախմբում սկսեցին երգել 3 հոգի, հետո 5 հոգի ու հետո 8, տենց սկզբից 8 հոգի էր եւ իրանք բոլորը ոչ մեկը չունեն երաժշտական կրթություն, ուղղակի սիրում են եւ միտքը այն էր, որ իրանք գտնեն ընկերներ այնտեղ, որտեղ երբ որ դու տեղափոխվում ես ուրիշ երկիր, մենակ ես, պետքա ծանոթանալ, շփվես նոր կուլտուրայի հետ, մարդկանց հետ եւ իրենք սկսեցին ուղղակի հավաքվել եւ այդտենց երգչախումբը աճեց երևի մինչեւ 20 հոգի եւ արդեն գործում էր երգչախումբը 1.5 տարի եւ ես կապ չունեի դեռ երգչախմբի հետ։ Ես ուղղակի գալիս էի, որպեսզի քանի որ իրանք հիմնականում արտասահմանցիներ եմ, սովորեցնեմ կոմիտաս երգելը, հայկական շարականները, ինձ ուղղակի հա տենց հրավիրում էին։ Եվ ես չէի պատկերացնում, որ մի օր տենց կստացվի, որ այդ ընկերուհիս տեղափոխվեց Հոլանդիա, Եվրոպա եւ շատ տխուր էր այդ ընթացքը, երբ որ ինքը ասաց, ցավոք երգչախումբը պետք է թողնել, որովհետեւ հա ոնց որ դիրիժոր չկա եւ բոլորը լացում էին, որովհետեւ արդեն ձևավորվել է տենց մեծ ընտանիք, որտեղ սիրում են ուղակի երգել ու ինքը ինձ ասաց, որ դու պետք է լինես այդ խմբի դիրիժորը, ամենասկզբից իմ մոտ ես, չէ, տենց շատ մեծ պատասխանատվություն էր, որովհետեւ շատ մարդկանց հետ գործանելը նամանոց երբ որ դու այդքան էլ էքստրավերտ մարդ չես այդ ամեն ինչը չգիտեի ոնց տեղավորել բայց ես քանի որ ես ինքս տեղափոխվել եմ Հայաստան 9 տարի առաջ ես հիշում եմ որ առաջի 2 տարին ես տեղ չունեի ոչ մի ընկերներ ոչ մի ծանոթ ու ինձ համար շատ տխուր ու դժվար էր ու հասկացա որ իրանց համար ես կարամ ինչ-որ լավ բան անեմ, ծանոթացնեմ իրանց հայկական մշակույթի հետ, իրանք Հայաստանում զգան ոնց որպես տանը։ Ու տենց որոշեցի, որ լավ, ես կփորձեմ։ Սկզբից պարապում էինք ուղղակի շաբաթը մի անգամ, տենց վազում էի գործից հետո իրանց հետ պարապում էի, իսկ հիմա արդեն անցել է դրանից 2 տարի եւ մենք շաբաթը հիմա քանի որ համերգ ենք պատրաստում շաբաթը 6 անգամ պարապում ենք ու երգչախումբը գնալով աճում է հիմա մենք մոտավորապես 50 հոգի ենք եւ ամեն օր մեզ գրում են կարող են գալ ձեր հետ երգել բայց մենք արդեն ցավոք ուղղակի տեղ չունենք, այսինքն մենք պարապում ենք, հա, կոնկրետ հիմա պարապում ենք թանգարանում, որտեղ որ բոլոր աթոռները զբաղված է եւ այսենց իրար կողքը եւ ֆիզիկապես ուղղակի չենք տեղավորվում, թե չէ մեծ սիրով։ Բայց գուցե սա շատ լավ նշան է, որ կարող է երկրորդ արդեն երգչախումբը ձևավորվել, գուցե տարբեր ժանրային ուղղվածություններ ունենան, բայց ինչու ոչ։ Այ հետաքրքիր է թե տարիքային ինչ հատվածում են, հա, այն մարդիկ, որոնք երգչախմբի անդամներ են, որ քանի տարեկան է ամենափոքր անդամը եւ ամենամեծը։
այդ սիրում եմ էլի այդ հարցը, որովհետև մեր մոտ ընդհանրապես չկան սահմաններ։ Մենք կապում ենք մարդկանց տարբեր տարիքային, տարբեր մասնագիտական եւ ամենափոքրները մեզ մոտ 17 տարեկան են։ Ունենք մի աղջիկ, որ հիմա քննությունների դպրոցում պատրաստվում, բայց նաեւ մենք համերգի ենք օպերան պատրաստվում, ենք այդ ամեն ինչը փորձում հասցնի եւ նաեւ ունենք ամենամեծերը 50 տենց պլյուս այդպես։ Այսինքն շատ կոնտրաստ է, բայց չունենք ընդհանրապես կոմունիկացիայի խնդիր, որտեղ բոլորը իրար սիրում են, հարգում են եւ մեզ կապում ամենակարևորը արվեստը։ Նույնալի է։ Զարա, դուք ինչպես միացաք երգչախմբին եւ արդյոք հեշտ է աշխատել մարդկանց հետ, որոնք պրոֆեսիոնալ երգիչներ չեն, չունեն կրթություն, բայց շատ սիրում են երաժշտությունը։ Ես Դիանային ճանաչում եմ շատ վաղուց, կոնսերվատորիայի տարիներից եւ միշտ հետևել եմ իր գործունեությանը, միշտ հիացել եմ, միշտ ոգևորել է ինքը իր պրոգրեսիվ նորաստեղծ գաղափարներով, միշտ առանձնացել է եւ մենք միշտ իրար հետ եղել են շատ համագործակցություններ եւ խորին մի փոքր ստեղծվելուց ուշ միացա արդեն գործում էր խումբը եւ Դիանայից այդպես շատ անակնկալ կերպով ստանում եմ առաջարկ միանգամից ոգևորված որ անպայման կգամ որտեղ արդեն շատ սիրել էի բարի խորը լսել էի եւ ինձ հենց շատ մոտիվացրեց որ ոչ երաժիշտներ են եւ շատ ավելի հետաքրքիր է որ դու քո փորձով ինչպես կարող ես կիսվել ոչ երաժիշտ մարդկանց հետ եւ իրանցից էլ ինչ կարող ես սովորել փոխադարձ դրա համար Այդպես սկսեցինք համագործակցել եւ արդեն մի քանի մեծ շատ լուրջ պրոյեկտներ միասին խմբի հետ արդեն իրագործել ենք։ Կարծես թե այս սպասվող համերգը, որը պետք է տեղի ունենա, առաջինն է նման մասշտաբներով կազմակերպվող երգչախմբի համար, պատմեք այդ մասին ինչպես որոշվեց առհասարակ այս համերգը կազմակերպել եւ որ ամենաշատն է ինձ հետաքրքրում, ինչպես է ընտրվել ծրագիրը համերգի, արդյոք այս բոլոր երգչախմբի անդամների հետ միասին քննարկվում է որոշվելուց, թե կա որևէ պատասխանատու, օրինակ դուք, որը ինքն է որոշում, թե ինչ պետք է ներկայացվի։ Շատ լավ։ Ճիշտ ասած մենք մինչև հիմա չենք հավատում, որ 2 օրից մենք օպերայում համերգ ենք ունենալու, որովհետև դա իրոք գլխավոր մեր ակադեմիական բեմն է Հայաստանում եւ դա շատ մեծ պատիվ է, դու պետք է իրոք պատվով ներկայանաս եւ սիրողական երգչախմբի հետ այդ ոնց որ, չգիտեմ, երևի ինչ որ երազանքի տիպի բաներ, բայց ոնց որ կյանքը ցույց է տալիս, որ դու այն ինչ որ սիրում ես, երբ որ ինչ որ միջավայրում կա այդ սերը, այդ անկեղծությունը, դու այդ ոնց որ ավելի է գերակշռում, քան թե եթե դու, չգիտեմ, օրինակ, եթե դու կարաս հասնես ինչ որ տեղ, բայց այդ մեծ ցանկությունը չունենաս, այդ մեծ սերը չունենաս եւ շատ պատահական ստացվեց ճիշտ ասած օպերայի համերգը մենք մինչեւ այդ արեցինք արդեն մեծ համերգ Արնո Բաբաջանյանի համերգասրահում ֆիլհարմոնիկում արեցինք ռոք համերգ, այսինքն հենց ռոք մշակումներ խորի համար եւ դրամսի համար ու այտենց մի քիչ հասկացանք որ մենք կարող ենք մեծ բեմ դուրս գալ, մեծ չնայած մենք ասենց վախում ենք ոնց ասեմ դռներս գուշ բացել, տենց մեր համար այդ ամեն ինչը սենց ինչ որ սուրբ եւ ասացինք շատ լավ մանիքում համերգ, բայց օպերայում չենք պատկերացնում եւ այդպես ստացվեց, որ խոսում ենք օպերայի աշխատողների հետ, տենց պատահական իրենք իմացան, որ կա այդպես երգչախումբ, իրենք պատմեցին մայստրոին, պարոն Դուրկարյանին, եւ մենք ոնց որ տենց միասին այդ որոշման եկանք, որ ինչ ոչ կարելի է փորձել, ինչ որ հետաքրքիր համերգ ստեղծել, նամանավանդ որ ծրագիրը շատ հետաքրքիր է, то есть այդպիսի ծրագիր է, որ հաստատ ամեն մարդ կսիրի այդ երգերը եւ կարելի է ինչ որ հետաքրքիր բան ստեղծել եւ սկզբից չէի հավատում ինչ է կատարվում, то есть քայլում էի, մտածում էի, վաու, բայց հետո երգչախմբին ասեցի, իրանք շատ ուրախացան, շատ երջանիկ էին ու մենք հենց այդ օրվանից սկսեցինք պարապել ամեն նոր եւ ծրագիրը մշակել։ Յանալի, եւ ծրագրի մասին, քանի որ խոսեցինք, շատ գույներով լի ու բազմազան է, ձեզ ինչպես կընդունի հայ հանդիսատես այսպիսի ծրագիրը, քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, պիտի խնդրեմ շատ ամփոփ։ Հա, կարող ես։
Ես կարծում եմ, որ շատ դրական կլինի արձագանքը, որովհետև փորձել ենք եւ ինչպես նշեցիք, բազմաժանր եւ ամեն մի հոգուն հասնող եւ իրանը կգտնի ամեն մեկը իր սրտի ուզած մեղեդին, իմ կարծիքով։ Հիշեցնենք մայիսի 25-ին է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա բարի երգչախմբի առաջին թվով այսպիսի մեծ համերգ, այնպես որ բոլոր մեր հեռուստադիտողներին մաղթում ենք հիանալի երեկո այդ օրը, իսկ ձեզ հաջողություն երգչախմբի բոլոր կատարողներին եւս հաջողություն ենք մաղթում եւ հուսանք, որ սա կլինի առաջին մեծամասշտաբ համերգը եւ շարունակական։ Մենք էլ կփորձենք իհարկե միանալ երգչախմբի հնարավորությամբ։ Եթե աթոռներ ավելանան ձեզ մոտ, միանգամից առաջինը ասում եք մեզ։ Մենք կպատվիրենք նոր աթոռներ, մեզ համար պատիվ կլինի, որ միանաք մեզ։ Շնորհակալ ենք անչափ։ Դե ինչ, մեզ էլ մնում է ամփոփել հաղորդման առաջին հատվածը, խոսքը փոխանցել լուրերի մեր գործընկերներին, բայց մնացեք առաջինի հետ, քանի որ քիչ անց կվերադառնանք։